երեք կարծիք Մինասյանն ասել էր, որ նաև գլխավոր դատախազին է հրավիրելու ոչ միայն այս նախագծի հետ կապված, այլ նաև լսումներին։ Դուք ինչ հույս ունեք, գլխավոր դատախազը կգա եւ պարզաբանումներ կտա խորհրդարանում, թե եւ պատասխանել են արդեն ձեզ, թե ոչ լսումների համար։ Պատասխանի հետ կապված այս պահին դեռ ինֆորմացիա չունեմ, հրավերը այո կլինի, բայց ինքս սա իմ անձնական կարծիքն է, այսպես որևէ հույս չունեմ, որ գլխավոր դատախազը ներկա կլինի լսումներին եւ կտա պարզաբանումներ, որովհետեւ գլխավոր դատախազը ըստ էության մեկ անգամ արդեն եղավ ազգային ժողովում, երբ միջնորդություններ ներկայացնում անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոց կիրառելու հետ կապված եւ այդ ամբիոնից ներկայացրեց խեղաթյուրված ինֆորմացիա եւ չեմ հավատում, որ հաջորդ, այսինքն այս լսումների ընթացքում գալու է որպեսզի շտկի իր կողմից ներկայացված խեղաթյուրված ինֆորմացիան։ Լսումներին իհարկե հրավիրելու ենք նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների, որովհետեւ տարօրինակ կերպով միջազգային կառույցները շատ իներտ են այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ժողովրդավարության դեմ ոտնձգություններին, այնպես որ սպասենք պատասխաններին։ Այս հայտարարության հիմնական ինչ է հիմքում դրել, այսինքն ինչ խնդիրներ կան քաղաքավարների հետ կապված կոնկրետ թվեր եւ այլն, եւ հիմնական ինչ հարցեր։ Հայտարարության մեջ ուրեմն արծարծվում է քաղաքավարների խնդիրը, ինչպես նաեւ իրավական համակարգի հետ կապված բացթողումները, որոնք բերում են անձանց քաղաքավար ճանաչելու կարգավիճակին։ Թվերը պետք է հայտարարության մեջ այսպես կոնկրետ թվեր չենք նշել, որովհետև այդ թվերը պարբերաբար փոփոխվում են, մինչև հայտարարությունը պատրաստելը, օրինակ, դեռ կալանավորված չէին Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը, հետեւաբար այսպես պարբերաբար այդ թվերը փոփոխության է ենթարկվում, բայց ես պետք է նշեմ, որ 60-ից ավել անձ այս պահին ենթարկվում է քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառներով եւ գրեթե 40-ը այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ է, որը եւս խափանման միջոց է եւ ազատության սահմանափակում։ Տիկին Վարդանյան, երեք տեսեք խափանման միջոցներ բավականին փոխվեցին Դավիթ Գալստյանի դեպքում, Արա Ռոստոմյանի դեպքում, այսինքն ըստ էության արդարադատություն իրականանում է, հոգապանդա բարձրաձայնում է ասելով, որ տեսեք դուք ասում եք դատական իշխանությունը կախված է, արդարադատություն չկա, բայց տեսեք որքան արդար է քննություն իրականանում։ Այդ նույն մարդկանց նկատմամբ այս պահին դեռ շարունակվում է քաղաքական ենթատեքստով իրականացվող հետապնդումը, բայց մենք տեսանք, որ կալանքը տնային կալանքով փոխարինելու կամ տնային կալանքները վարչական հսկողությամբ փոխարինելուն զուգահեռ կին քաղաքական բանտարկյալի նկատմամբ դատարանը կիրառեց եւս 3 ամսով կալանքը երկարացնելու կայացրեց որոշում եւ ավելին տպավորություն է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ դատարանի որոշումը հենց կիրառվում է հատկապես պատժելու նպատակով, որովհետեւ մինչ այժմ գրեթե 5 ամիս Լիդիա Մանթաշյանի տեսակցությունները այդ թվում նաև падգամավորների հետ սահմանափակված են եւ սա այո հիմա էլ եւ սա այլ կերպ քան պատիժ գնահատել չի կարելի։ Հանդեպ խստության նման։ Երեք Լիդիան իր խոսքում նշեց իր կողմից այսպես նշվող պատճառները եւ ես էլ ունեմ ենթադրություններ, որ այո Լիդիա Մանթաշյանը պատժվում է։ Նա ասում էր, որ ինքը սերով պայմանավոր, որովհետեւ կարծես թե մեղադրանքը շատերին նույնական է։ Իր դեպքում ինչու է այդպես։ Լիդիա Մանթաշյանը նշեց, որ տեղեկություններ է պարունակում որևէ պետական պաշտոնյայի վերաբերյալ կամ միջադեպ է եղել պետական պաշտոնյայի հետ եւ դրանով պայմանավորված են նրան պատժում։ Ես չեմ կարող մեկնաբանել Լիդիա Մանթաշյանի խոսքերը, կարծում եմ ինքը ունի հիմքեր այդպիսի ուրեմն պատճառաբանություններ բերելու եւ իսկ իմ համոզմունքը մնում է այն, որ Լիդիա Մանթաշյանին դատարանը պարզապես քաղաքական իշխանությունների հրահանգով պատժում է։ Տիկին Վարդանյան, նայեք, այս հատկապես ասալը Բագրատ Սրբազանի գործի դեպքում մենք հիշում ենք այդ աղմուկ ահաբեկչություն եւ այլն, հետո իհարկե պարզվեց, որ այդ ձայնագրությունները այսպես մոնտաժված են եւ այլն, եւ հիմա երբ տեսնում ենք օգոստոսին է կարծես մեկնարկել, հիմա ինչ որ այսպես տնային կալանքների է գնում վարչական մասնակիցներին այդպես մեծ աղմուկով այդ գործը եւ այլն։ Այստեղ դուք նաեւ այս ընդդիմության կողմից, հանրության կողմից այս ճնշման արդյունք չեք համարում եւ այդ դիզոնանսը, ահաբեկչություն եւ հիմա այսպես շատ արագ Երևանիսը դրա մասն էր խոսում հերթով
տնային կալանքները փոխվում էին, վարչական վերահսկողություն, այստեղ այս տարբերություն դուք չեք տեսնում։ Ես այստեղ երկու պատճառ եմ տեսնում։ Պատճառներից առաջինը կայանում է նրանում, որ այս գործը այնքան դատարկ է, այնքան սին է, ջուր, փուչիկ, ոնց ուզում եք անվանեք, որ այս պարագայում նույնիսկ դատարանը համոզված չէ, որ կարողանալու է այսպես ապացույցները բավարար են լինելու որոշում կայացնելու համար, դա իմ գնահատականն է եւ հաջորդը իհարկե հանրային դժգոհությունը, հանրային ճնշումը իր արդյունքը տալիս է, բայց եկեք չմոռանանք, խափանման միջոցները փոփոխվում են, ոմանց նկատմամբ կալանքը փոխվում է եւ դառնում է տնային կալանք, մյուսներին վարչական հսկողություն, բայց քրեական հետապնդումը այս անձանց նկատմամբ շարունակվում է։ Այսինքն այս մարդիկ ստիպված են մասնակցել մի դատավարական ֆարսի, որը իրավական որևէ հիմնավորում չունի։ Տիկին Վարդանյան, կան այսպիսի մեկնաբանություններ, ասում են ընդդիմությունը, որը կարծում է հիմա Փաշինյանի իշխանությունը մարդկանց քաղաքական հայացքների պատճառով է բանդարկում եւ իրենք էլ հետեւողականորեն բարձրաձայնում են այդ մասին, ասում են արդյոք պատրաստ են նրանք այս հարցը առավել արդյունավետ առաջ տանելու համար ընդունեն եւ ներողություն խնդրեն, որ օրինակ նաեւ նախկինների օրոք են եղել քաղբանտարկյալներ, հարցս հետեւյալն է, Հայաստան Դաշինքը պատրաստ է քաղաքական գնահատական տալ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք եւս եղել են քաղբանտարկյալներ։ Ես հարցին այսպես պետք է պատասխանեմ, եթե դուք հետևել եք իմ գործունեությանը, մինչև 2018 թվականը եւ 2018 թվականից հետո պետք է ֆիքսած լինեք, որ մինչև 2018 թվականը ես էլի բարձրացրել եմ քաղբանտարկյալների խնդիրը, այսինքն այն, որ Հայաստանում տարբեր իշխանությունների ժամանակ եղել են քաղբանտարկյալներ, դա անհերքելի է, բայց եկեք ընդունենք, որ 2018 թվականին այս իշխանությունները եկան նաեւ այն խոստումներով, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի արդարություն, Հայաստանի Հանրապետություն պետք է լինի արդար եւ անկախ դատական համակարգ եւ 7 տարվա ընթացքում մենք տեսանք ճիշտ հակառակը։ Այդ թվում նաեւ պարոն Քոչարյանի իշխանության օրոք են եղել քաղբանտարկյալներ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես խնդրեմ հստակեցնել այդ թվում նաեւ այլ հարցեր։ Իսկ ինչու իմ հարցին չեք ուզում պատասխանել։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես հարցս հետեւյալն է, արդյոք պարոն Քոչարյանը։ Ես պետք է նորից պետք է կրկնեմ։ Եթե հետևել եք իմ գործողություններին, դուք տեսել եք, որ այդ դեպքում խնդրում եմ բացեք նախորդ իմ հայտարարությունները եւ ես խնդրում եմ բացեք իմ նախորդ հայտարարությունները, որոնք եղել են մինչև 2018 թվականը եւ հետևեք այդ հայտարարություններին։ Եթե որևէ այլ հարց չկա, շնորհակալություն եմ խնդրում, ես պատրաստ եմ արդեն զեկույց ներկայացնելու։ Ես հարցին պատասխանեցի։